Նրանք աշխարհի երրորդ լավագույն հավաքականն են ու դրա դեմ ոչինչ չես անի։ Հայաստան-Խորվաթիա խաղն ավարտվեց Մոդրիչենց հաղթանակով, բայց մեզ համար ավելի կարևորն այն էր, որ Sold Out հանրապետականին այն չհուսատեսրեց, այլ լցրեց հավատով, որ խաղից խաղ ավելի ուժեղ հավաքական ենք ունենալու։ Բայց ամեն ինչի մասին հերթով բաժանորդագրվեք իմ ալիքին եւ հավանեք այս վիդեոն ու գնացի։ Դեռ մինչև խաղը գիտենք 3 խնդիրների մասին, որոնք պետք է փորձեինք լուծել։ Առաջինը Վարազդատ Հարոյանի բացակայությունն էր, ով որակազրկվել էր դեղին քարտերի պատճառով։ Մեր ավագին փոխարինել էր Անդրե Չալշերը, ով խաղաց որպես աջ կենտրոնական պաշտպան, իսկ կենտրոն տեղափոխվեց Գեորգի Հարությունյանը։ Չնայած մեր դարպասին մեծ քանակությամբ պահեր ստեղծվեցին, դրանց մեղքը մեր պաշտպանական գծի վրա դնելը սխալ կլինի։ Հաշվի առնելով խորվաթների գրողների քանակն ու ծանրությունը, մեր պաշտպանական գիծը ավելի շատ օգտակար աշխատանք կատարեց, քան սխալներ։ Միաժամանակ պետք է նշել, որ հաճախ նրանց ապավագրում էր նաև ձախ եզրային Նաիր Տիկնիզյանը, որը այս խաղում ստիպված եղավ սովորականից շատ ժամանակ անցկացնել մեր տուգանային հրապարակում։ Երկրորդ խնդիրը վերականգնվելն էր նախորդ խաղից, որը շատ էմոցիա էր խլել, իսկ Պետրակովը բացառությամբ Հարոյանի որևէ փոփոխություն չէր կատարել մեկնարկային կազմում։ Սակայն դա միգուցե հնարավոր լիներ փոխհատուցել ֆուտբոլիստների նվիրվածությամբ եւ մեծ ցանկությունով, բայց առաջին խաղակեսում դրան գումարվեց եւս մեկ անցանկալի հանգամանք։ Մեր հավաքականը փորձում էր գնդակով խաղալ, բայց խորվաթները այնքան վարժ ու վարպետորեն էին գնդակ պահում, որ մերոնց պրեսինգի գրեթե բոլոր փորձերը ձախողում էին։ Իրենց հետ կուտակելով թե ֆիզիկական եւ թե էմոցիոնալ հոգնածություն։ Կային դրվագներ, երբ մեր պաշտպանական գիծը գրեթե հասել էր դաշտի կենտրոնին։ Մերոնք փորձում էին կրճատել տարածությունները, որ պրեսինգը հաջողի, բայց խորվաթների վարպետությունն այնքան բարձր մակարդակի վրա էր, որ նրանք փոքր տարածություններում էլ կարողանում էին հիանալի հաղթահարել ճնշումը։ Այդ հոգնածությունը սկսեց նկատվել արդեն երկրորդ կեսում։ Խաղակեսի վերջնամասում մերոնք սկսեցին պաշտպանությունում Ամայի տարածություններ նվիրել մրցակցին, ու միայն Օգնեն Չանչարևիչը կարողացավ փրկել մեր թիմին ու խաղի ինտրիգը կենտրոնի վայել մինչև վերջին րոպեները։ Եվ երրորդ խնդիրը մեզ համար Լուկա Մոդրիչն էր իր ոչ պակաս հանճարեղ խաղընկերներով։ 38-ամյակը Հայաստանում նշած Մոդրիչը գրեթե բոլոր վիճակագրական ռեսուրսների կողմից ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Նրա նկատմամբ խաղի առաջին հատվածում կար նաև անհատական հսկողություն, թեև դա առանձնապես չէր օգնում պաշտպանվելիս, բայց Սպերցյանի ոտքը կապում էր։ Ընդհանրապես Խորվաթիայի ցույց տված խաղի մակարդակը շատ էր զսպում մեր տղաներին, թե դաշտում եւ թե իրենց գլխում, որովհետեւ ցանկացած ռիսկային գործողությանը հետեված կորուստ շատ վտանգավոր էր դառնում մեր թիմի համար։ Ու շատ հարցերում նրանք ուղղակի ստիպեցին, որ խաղը գնա իրենց թելադրանքով, ոչ թե մեր նախնական պլանով։ Օրինակ, մերոնք ծրագրել էին խաղալ գնդակով, այլ ոչ թե հույսը դնել հակագրողների վրա, ինչի մասին խոսում էր թե Պետրակովի մեկնարկային կազմը եւ թե մերոնց գործողությունները, բայց Խորվաթիան նախ զրկել էր մեզ գնդակից եւ երկրորդ, երբ նույնիսկ փորձում էին գնդակով առաջ շարժվել, հեշտությամբ փակում էին ճանապարհները։ Արդյունքում առաջին կեսում մեր վտանգավոր պայերը ստեղծվեցին ոչ թե գնդակով խաղից, այլ հակագրողներից, երբ կարողանում էինք անակնկալ կերպով խլել գնդակը։ Իդեպ դրանք բավականին անհանգստացնող էին խորվաթների համար, ու այս խաղի երկու դեղին քարտերը խորվաթները ստացան հենց մեր հակագրողները կանգնեցնելիս։ Մեկ այլ օրինակ, Պետրակովը խաղից հետո ասաց, որ գնդակով առաջխաղացումը ի սկզբանե պլանավորել էր կատարել երկու լատերալների օգնությամբ, բայց խաղի ընթացքը ուղղակի ստիպեց Նաիր Տիկնիզյանին մնալ պաշտպանությունում եւ խուսափել եզրերով առաջխաղացումներից։ Դաշյանն էլ թեև միանում էր, բայց աջ եզրում մեր գրողների արդյունավետ առաջխաղացնելու տարբերակները միշտ պակասում էին։ Իսկ ահա կենտրոնով առաջ շարժվելու տարբերակներ խորվաթները ընդհանրապես չէին հանդուրժում։ Արդյունքում մեր գրողները հիմնականում կծկտուր էին ու իրական վտանգավոր պայերի չէին հանգեցնում։ Բավական է նշել, որ մեր կենտրոնական հարձակվող Հրանտ Լեոն Ռանոսը խաղի ընթացքում գնդակին դիպչել է ընդամենը 8 անգամ։ Փոխարենը խորվաթները անընդհատ ճնշում էին մեր պաշտպանությունը տարբեր կողմերից։ Թեև գոլը նրանք խփեցին շատ անհեթեթ իրավիճակում, բայց առանց դրա էլ լիքը պահեր ստեղծեցին։ Բայց առաջին կեսում մերոնք գոնե ինչ-որ կերպ զսպում էին մրցակցին, եթե չէին կանխում հարվածները, գոնե խանգարում էին ու ինչ-որ չափով նվազեցնում վտանգը։ Իսկ ահա երկրորդ կեսում փրկության միակ օղակը Օգնիեն Չանչարևիչն էր։
Նա կրկին կատարեց իր 7 սեյվը եւ չեզոքացրեց 2.36 գոլ, այսինքն Խորվաթիան իր 3.36 XG-ից խփեց ընդամենը 1 գնդակ։ Ինչպես Թուրքիայի դեմ, այստեղ էլ մենք համեմատաբար ակտիվացանք երկրորդ խաղակեսում, հատկապես դրա վերջնամասում։ Փոխարինման մտած ֆուտբոլիստները որոշ թարմություն ու տարբերակներ ավելացրին, բայց էական ազդեցություն խաղի վրա ունեցավ հատկապես Լուկաս Զելարայանը։ Եթե չհաշվենք Օգնեն Չանչարևիչին, դաշտում գտնվող խաղացողներից մեր հավաքականում ամենալավը խաղաց հենց Լուկասը։ Նախ նույնիսկ առանձին դրվագներում էր տեսանելի, որ մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստներից Խորվաթիայի հավաքականին ամենամոտ խաղամակարդակն ունի հենց Լուկասը։ Իսկ երկրորդ կեսում նա կարծես վերջապես հասկացավ, թե ինչ ենք սպասում նրանից հավաքականի մարզաշապիկով։ Նա սկսեց ավելի շատ պատասխանատվություն վերցնել, շատ էր գնդակ պահում ու հնարավորության սահմաններում ստեղծագործում էր։ Թեև խորվաթների դեմ դա միայն առանձին դրվագներում աշխատեց, բայց եթե Լուկասը այդպես գործի մեր մյուս մրցակիցների դեմ խաղերում, ապա միանշանակ տարբերություն կապահովի։ Նրա առաջխաղացումներին աստիճանաբար սկսեց միանալ նաև Էդուարդ Սպերցյանը, որը երկրորդ խաղակեսում կարծես թողեց Մոդրիչին ու առավել կենտրոնացավ մեր հարձակման վրա։ Նա էլ առանձնացավ էպիզոդիկ լավ գործողություններով, թեև զգացվում էր, որ մրցակցի ամրությունը խանգարում է նրան ավելի համարձակ գործել։ Սպերցյանը փոխանցումների 92.7% ճշգրտություն էր գրանցել, բայց միևնույն ժամանակ դա ապացուցում է, որ նա խուսափում էր համարձակ ռիսկային փոխանցումներից։ Մեր ամենաիրական վտանգավոր պահը ստեղծվեց հենց վերոնշյալ երկու խաղացողների խաղարկումներից մեկի արդյունքում, որից հետո հարվածային դիրք դուրս եկավ Նորբերտո Բալեկյանը։ Ցավոք նա եւս մեկ անգամ ապացուցեց, որ եզրափակումը նրա ուժեղ կողմը չէ։ Եթե խոսենք մեր մյուս խաղացողների մասին, ապա գրեթե բոլորի մասին էլ նույն բառերն ենք ասելու։ Ցանկությունն ու նվիրումը տեղն էր, բայց նրանք բախվում էին մի իսկական ամուր պատի, իդեմս Խորվաթիայի հավաքականի։ Կամ կարող ենք ասել բախվում էին իրենց հնարավորությունների վերին սահմանին, որից ավելին անել այլևս անկարող էին։ Սա պարտություն էր, որից չենք ամաչում, այլ նայում ստապ ու հասկանում, որ նման խաղով մենք կհաղթեինք բազմաթիվ այլ հավաքականների։ Թեև 3 խոշոր հաշվով պարտությունը բացառված չէր, այլ անգամ տրամաբանական կլիներ, բայց նույնիսկ այդ դեպքում ես նման խաղով պարտությունը չէի համեմատի նախորդ տարվա մեր խայտառակությունների հետ, երբ պարտվում էինք առանց հույսի, առանց պայքարի, առանց հեռանկարի։ Իսկ սա պարտություն էր, որից ոչ թե պետք է հուսահատվել, այլ վերաբերվել սրան որպես ուժերի քննության, որը մեզ բացահայտեց բազմաթիվ թույլ կողմեր ու ցույց տվեց այս պահին մեր հավաքականի հնարավորությունների սահմանը։ Խաղել ֆուտբոլիստներից առավելագույնը, թիմին տալ ոգի, պահել խաղի մեջ ու մղել պայքարի։ Սա այն էր, ինչ Պետրակովից պահանջում էինք ու ստացանք։ Բայց դեռ կան անելիքներ, որով մեր մարզչական շտաբը պետք է զբաղվի։ Նախ ամենակարևորը մեզ անհրաժեշտ է եւս մեկ խաղային սխեմա, որի մասին խոսեց նաեւ Պետրակովը։ Նա նշեց 4-3-3-ը։ Okay, ես տակտիկական սխեմաների ու դրա նրբությունների մեջ չեմ մտնի, դա նրա գործն է։ Բայց մրցակիցները նույն մակարդակի չեն, խաղերի բնույթն ու ընթացքը տարբեր է լինում, ու պետք է ունենանք վերադասավորումների տարբեր դիրքերում հավելյալ խաղացող տեղաշարժելու, խաղի ընթացքին արձագանքելու տարբերակներ։ Եվ այդ սխեմա, ինչպես հենց մարզիչը նշեց, պետք է նաև Էդուարդ Սպերցյանի որակները ավելի լավ օգտագործելու համար։ Նա մեր բոլոր խաղերին անցկացրել է գրեթե 90 րոպե, բայց չի տվել այն օգտակարությունը, որը սպասում էինք։ Նրան անհրաժեշտ է մի փոքր ավելի բարձր դիրք, մի փոքր ավելի ազատ դեր, ու միգուցե տեսնենք հենց այն Էդիկին, որին այդքան համառ կերպով Եվրոպա են ուղարկում։ Մեկ այլ հարց, որին պետք է լուծում տալ, ֆուտբոլիստների ընտրությունը մեծացնելն է։ Պետրակովը այս երկու խաղերում օգտագործեց գրեթե նույն ֆուտբոլիստներին, բայց արդեն հաջորդ հավաքին պետք է նոր խաղացողների փորձարկել ու վստահել, հատկապես որ հոկտեմբերին բացի Լատվիայի հետ հանդիպումից ունենք նաև Հյուսիսային Մակեդոնիայի դեմ ընկերական խաղ։ Հոկտեմբերին արդեն կարող են նաև վերադառնալ Հովհաննես Համբարձումյանը, մեր թիմին կարող է միանալ Էդգար Սևիկյանը։ Իդեպ նոր ֆուտբոլիստների ներգրավելուն էլ կարող է օգնել վերոնշյալ նոր սխեմա։ Եվ հաջորդ տնային աշխատանքը, որ պետք է կատարի մեր թիմը, ստանդարտներն են, մասնավորապես անկյունայինները։ Հիշենք այս երկու խաղերին մեր անկյունայինները տպավորություն էր, որ ինչ-որ բան մարզումներին փորձել են, բայց ժամանակ չի եղել դրանք նորմալ պարապելու։ Դե ինչ, երկու ամենածանր խաղերն անցյալում են, պետք է առաջ նայել, բայց կարող ենք նաև հայացք գցել մրցաշարային աղյուսակի։ Մենք ունենք 7 միավոր։
Ուղեգրի համար պայքարելու համար պետք է առնվազն, որ մենք հաղթենք համ Լատվիային, համ Ուելսին, Թուրքիան էլ պարտվի համ Խորվաթիային, համ Ուելսին։ Բայց նույնիսկ այդ դեպքում հնարավոր է Թուրքիայի հետ հավասար միավոր ունենանք ու այս պարագայում առաջ կանցնեն նրանք։ Ուստի այսքանից բացի անհրաժեշտ կլինի նաև, որ կամ Թուրքիան չհաղթի Լատվիային, կամ էլ մենք վերջին տուրում չպարտվենք Խորվաթիային։ Իրավիճակն այնքան բարդ է, որ ավելի լավ է երկար չնայել մրցաշարերի նավոսյակին։ Փոխարենը կարող եք նորից դիտել մեր հավաքականի խաղերը, որովհետև եւս մեկ անգամ կրկնեմ, անկախ ամեն ինչից, մեր տղաները ցույց տվեցին ցանկություն, հավատ ու նաև բավականին հետաքրքիր ապագայի ֆուտբոլ։ Գրեք, թե որ ֆուտբոլիստի խաղը ձեզ ավելի շատ դուր եկավ այս երկու հանդիպումներում եւ ինչու։ Քննարկումը կշարունակենք մեկնաբանություններում։ Նաև խնդրանք բաժանորդագրվեք ալիքին, եթե ձեզ իմ աշխատանքը դուր է գալիս, որպեսզի հետագայում պատրաստեմ նոր վիդեոներ։ Այս անգամ այսքանը, կհանդիպենք։